Ուսումնական տարին մոտենում է ավարտին եւ 9-րդ դասարանում արդեն նոր չափորոշիչով ավարտող շրջանավարտներ ենք ունենալու հիմնական դպրոցի եւ այս տարի 9-րդ դասարանի հիմնական դպրոցի ավարտական քննությունները կազմակերպվելու են նոր ձևաչափով։ Սովորողները մասնակցելու են հայոց լեզվի եւ մաթեմատիկայի թեստային աշխատանքների գրավոր քննության, որը կազմակերպվելու է նույն կերպ, ինչպես նախորդ տարի էր կազմակերպվել կամ նախորդ տարիների։ Պարզապես առաջադրանքների բնույթը կարող է մի փոքր ավելի այլ լինել եւ ավելի համապատասխանեն նոր չափորոշիչով կատարված բոլոր այն աշխատանքներին կամ այն վերջնարդյունքներին, որոնք պիտի ձևավորված լինեին հիմնական դպրոցի ավարտին։ Օտար լեզվից իրենց ցանկությամբ սովորողները ընտրելու են մեկ օտար լեզու եւ ունենալու են բանավոր քննություն եւ այս քննությունը կազմակերպվելու այնպես, ինչպես կազմակերպվել է նախորդ տարիներին, պարզապես շեշտադրումներ կրկին կազմակերպվելու են նոր չափորոշիչի վերջնարդյունքների շրջանակում։ Մենք ունենք նաեւ բնագիտական առարկաներից նախատեսվող քննություն, որտեղ ունենք փոփոխություն։ Սովորողները կարող են իրենց ընտրությամբ որոշել բնագիտական առարկաներից քննությունը հանձնում են նախագծային ուսուցման միջոցով, թե գրավոր թեստային աշխատանքի միջոցով։ Հիմա արդեն իսկ մեկնարկել է նախագծային աշխատանքների ընտրության եւ աշխատանքների մեկնարկի փուլը եւ այն սովորողները, ովքեր ընտրել են նախագծային ուսուցման միջոցով քննություն հանձնելու տարբերակը, այս ընթացքում մինչեւ մայիս ամսվա սկիզբը կարող են իրենց նախագծերը իրականացնել ուսուցչի ղեկավարման բնականաբար եւ մայիս ամսին կկազմակերպվի իրենց նախագծային ուսուցման հանձնման գործընթացը, որի շրջանակում ստացված արդյունքները կհամարվեն քննական միավորներ։ Եթե այդ արդյունքները բավարար չլինեն երեխաների համար, կա հնարավորություն ընտրել թեստի միջոցով քննությունը հանձնելու տարբերակը։ Եվ միևնույն ժամանակ կան երեխաներ, որոնք այսօր արդեն իսկ հրաժարվել են նախագծային ուսուցման միջոցով քննությանը մասնակցելուց եւ նախընտրել են թեստի միջոցով քննությանը մասնակցել։ Հետևաբար երկու հնարավորություններն էլ կան։ Նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում սովորողները ունեն հնարավորություն հրաժարվել նախագծից եւ մասնակցել թեստային քննությանը եւ այսպիսով իրենք կարող են իրենց ցանկացած ձևաչափով հանձնել քննությունը։ Եվ վերջին փոփոխությունը, որ տեղի է ունեցել, Հայաստանի պատմություն եւ գրականություն առարկաների քննության ձևաչափի փոփոխությունն է։ Քննությունը անցկացվելու է ինտեգրված էսեի միջոցով, սովորողները ստանալու են երկու տեքստ պատմական որևէ իրադարձության եւ գրական որևէ ստեղծագործության վերաբերող եւ իրենք իրենց մտքերը էսեի ձևաչափով պիտի հանձնեն թղթին եւ այս երկու տեքստային նյութերը կապեն իրար հետ, վերլուծեն, համադրեն, գտնեն ընդհանրությունները, քննադատական մտածողություն դրսևորեն, այսինքն իրենց վերաբերմունքը արտահայտեն արժեքների տեսակետից, գործընթացների պատճառահետևանքային կապերի տեսակետից եւ բնականաբար սա արդեն ցույց կտա, թե սովորողները իրենց պատմության եւ գրականության առարկաների ուսումնասիրության շրջանակում որքան է զարգացել իրենց ստեղծագործական քննադատական կարողությունները։ Բնականաբար գիտելիքները եւս արտահայտվելու են, որովհետեւ այն ստեղծագործությունները կամ այն պատմական դրվագները, որոնք ներկայացվելու են երեխաներին, նաեւ հնարավորություն են տալու, որպեսզի իրենք ծավալվեն եւ ներկայացնեն իրենց գիտելիքները ներկայացված տեքստերի շուրջ։ Ուզում եմ ընդգծել, որ էսեի շրջանակում սովորողի հայոց լեզվի գիտելիքների իմացությունը չի գնահատվելու եւ այն ազդեցություն չի ունենալու, որովհետեւ սովորողները առանձին, ինչպես նշեցի, հայոց լեզվի քննություն են հանձնում եւ սովորողի հայոց լեզվի գիտելիքների իմացությունը մենք ստուգելու ենք հայոց լեզվի քննության ժամանակ։ Եվ վերջին բանը, սովորողները ֆիզկուլտուրա առարկայից ստուգարք են հանձնելու, որոշակի նորմատիվներ են սահմանված, որի շրջանակում դպրոցները կազմակերպում են այդ ստուգարքների հանձնման գործընթացը։